Գյումրու շախմատի մանկապատանեկան դպրոցը 40 տարեկան է։ Շախմատի ֆիդեի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը պատմում է, թե ինչպես են 1985 թվականին բանակցել ու Գյումրու նախկին Լենինականի քաղաքային կոմիտեի ղեկավար Դոնարա Հարությունյանին համոզել, որ շախմատի դպրոցը հիմնադրեն հենց այս շենքում։ Ցանկարծ Վիկտոր Համբարձումյանն ասավ Դոնարա իր այս փափուկ ոճով, փափուկ ձայնով ասավ Դոնարա այդպես մի ասա, շախմատը շատ կարևոր է մեր կյանքում, ասում ես մի երկրում եմ եղել Լատինական Ամերիկայում, ասում եմ չէի կարողանում նկարագրեի Հայաստանը ասեի որն է, ասեցի Տիգրան Պետրոսյանի երկիրը, ասում եմ բոլորը հասկացան, այնպես որ ասում եմ բանա ու այդ բան համենք արդեն վրա տվինք երկու կողմից, ես ու Քալաշյանը, Դոնարա հասկանազորնային, այս հոյակապ շենքը մենք հաջողացինք որպես շախմատի դպրոց եւ հիմնադրել։ Խալիկյանը կարևորում է դպրոցի աշխատակազմի ուսաների նվիրված աշխատանքը։ Դրա արդյունքում է նաև առողջ սերնդափոխություն լինում։ Առաջի սաներից մեկը նաև դպրոցի տնօրենն է, ղեկավարը ու շատ լավ է ղեկավարում դպրոցը։ Դպրոցի ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Գևորգյանի խոսքով պատվով է ստանձնել այս պատասխանատվությունը։ Այս դպրոցը բազմաթիվ մարզիկներ է տվել, որոնք լավագույնս են ներկայացել տարբեր միջազգային հարթակներում, բայց շենքային պայմանները բարելավման կարիք ունեն, նշում է Գևորգյանը։ 2023 թվականից ի վեր, ինչ ես զբաղեցնում եմ տնօրենի պաշտոնը, ինչ հարցով դիմել եմ դպրոցի աջակցման խնդիրների հետ կապված, բարձրաձայնել եմ, պատասխան եմ ստացել միանշանակ դրական, սուբվենցիոն ծրագրերի դիմել ենք դպրոցի հիմնահատակ վերանորոգման համար, սակայն դեռևս առկա խնդիրները Հայաստանի Հանրապետությունում շատ է, հուսանք, որ հերթը նաև մեր դպրոցին էլ կհասնի։ Վալոդիա Մնացականյանն էլ մեկն է այն նվիրյալներից, որ դպրոցի բացման առաջին իսկ օրվանից այստեղ է։ Դժվարին, բայց պատվով հաղթահարած ժամանակներ էին, նշում է նա։ Տարիների ընթացքում պարզ է հաջողել են հարյուրավոր աշակերտներ, ինչ խոսք ունեցել են հաջողություններ, մարզադպրոցը տարիների աշխատանքով պատրաստվել են ընդհանուր միջազգային կրոսմաստերներ, միջազգային վարպետներ։ Մարզադպրոց հաճախում է մոտ 300 աշակերտ։ Մարզիչների խոսքով ուշադրությունը դեպի շախմատ մարզաձև աճել է։ Պատճառներից մեկն էլ հանրակրթական դպրոցներում առարկայի ուսուցումն է։ Մրցակցությունը ամբողջ աշխարհում շատ բարձր մակարդակի է եւ կան երկրներ, որոնք առաջ մեզ զիջում են, հիմա ավելի ու ավելի մեծ ներդրում անելով հասել են եւ սկսում են նույնիսկ անցնել։ Դրա համար կրկնակի անգամ, բազմակի անգամ պիտի լավ մասնագետներով, մեծ աջակցությամբ նորից կպնել այս գործին, որ կարողանանք այդ մրցակցությունը պահպանել։ Հայաստանում էլ բավականին երիտասարդացել է շախմատը, այսինքն փոքր տարեկի երեխաները արդեն 6 տարեկանում, 7 տարեկանում, 8 տարեկանում լրացնում են մարզական առաջի կարգ, որը առաջներում շատ դժվար էր, ու արդեն կամաց-կամաց մենք գնում ենք դեպի աշխարհի առաջատար երկրների հետ մրցակցության, իսկ իր մեծ դերը բնականաբար ունեցավ նաև շախմատ առարկան, որը դպրոցներում ինքը որպես առարկա դասավանդվեց։ Հոբելյանական օրվան ներկայ են քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Աշխատակազմից բացի պարգևներ ստացան նաև դպրոցի սաները, մարզիկներին շնորհվեցին շախմատային կարգեր։ Կառույցի պատասխանատուները խոստանում են շարունակել նպաստել շախմատի համաշխարհային դիրքերում Հայաստանի առաջխաղացմանը։ Հրաչ Սահակյան, այսօր։